Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Նորդու Զագարակ հայ-իրանական սահմանային անցակետը դարձել է օտարերկրյա քաղաքացիների տարհանման ցամաքային երթուղիներից մեկը տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին։ Ըստ լրատվամիջոցների այդ անցակետով արդեն տարհանվել են Հայաստանի, Վրաստանի և Չինաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում աֆրիկյան երկրի դեսպանատան աշխատակիցներ։ Նշվում է, որ սահմանային անցակետում իրավիճակը հանգիստ է, երթևեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով։ Պաշտոնական տվյալներ Հայաստանով տարհանվածների թվի մասին դեռ չկա։ Իսրայելում ձերբակալվել են թուրքական CNN Թուրքի լրագրող Էմրահ Չակմաքը և օպերատոր Հալիլ Քահրամանը։ Թուրքական Անադոլուի փոխանցմամբ թուրք լրագրողների ձերբակալությանն արձագանքել է Թուրքիայի նախագահի հասարակության հետ կապերի վարչության պետ Բուրհանեդին Ղուրանը, կոչ անելով անհապաղ ազատ արձակել լրագրողներին։ Նա շեշտել է, թե թուրքական կողմն անհապաղ կոնկրետ քայլեր կձեռնարկի իր հայրենակիցներին ազատ արձակելու համար։ Նավթի գներն արդեն երրորդ օրն անընդմեջ աճում են։ Ռոյթերսի տվյալներով Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել հակամարտության սրումը և Հորմուզի նեղուցով նավագնացության սպառնալիքները խորացրել են Մերձավոր Արևելքի նավթարդյունահանող հիմնական տարածաշրջանից մատակարարման վտանգը։ Նախօրեին նավթի գինը կտրուկ բարձրացել է մինչև $82.37, հասնելով 2025-ի հունվարից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ նավթի գները առաջիկա օրերին կմնան բարձր, քանի որ շուկաների ուշադրությունը կենտրոնացած կլինի Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքների վրա։ Բացի այդ, կանխատեսվում է, որ հակամարտության ձգձգման ծայրահեղ դեպքում գները կարող են հասնել $120-150։ Վերադառնանք Հայաստան և մի արտակարգ դեպքի մասին։ Կոտայքի մարզում Քասախ Եղվարդ ճանապարհի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է ամբողջությամբ այրված Նիվա մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ տղամարդու մոխրացած մարմին է եղել։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի 30-ամյա բնակիչ է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար թե դժբախտ դեպք պարզվում է։ Մարզաշխարհին անցնենք։ Եվրոպայի չեմպիոն, ունիվերսիադայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ճանաչվեց Եվրոպայի լավագույն մարմնամարզիկ։ Մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի անցկացրած քվեարկության արդյունքներով Համլետը ստացել է ամենաշատ ձայները, հետևում թողնելով ադրբեջանցի մարմնամարզիկին։ 18-ամյա Մանուկյանը ստացել է 1,30,759 ձայն։ Քվեարկությանը ակտիվ մասնակցություն ունենալու կապակցությամբ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լեգենդար հարձակվող Դիդիե Դրոգբայի 25-ամյա որդին Իսահակ Դրոգբան տեղափոխվել է Հայք։ Արդեն հայտնի է, որ նա պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ, թեև տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։ Իսահակ Դրոգբան, ինչպես իր հայրը, խաղում է հարձակվողի դիրքում, նա Լոնդոնի Չելսիի սան է։ Ավելի վաղ Դրոգբա կրտսերը հանդես է եկել Իտալիայի Սերիա D-ում և Բելգիայի 4-րդ դիվիզիոնում։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու մարտի 3-ը։